Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձությունները մտնում են իրենց ամենալարված և ամենազգացմունքային փուլը։ Պատմությունն այլևս դանդաղ չի զարգանում։ Ամեն մի տեսարան ճակատագրական նշանակություն ունի, իսկ յուրաքանչյուր բացահայտում փոխում է հերոսների կյանքը հիմնովին։ Թվում է ամեն ինչ արդեն պարզ է, բայց իրականում ամենակարևորը դեռ առջևում է։ Ֆաինայի վերադարձը մեծ շրջադարձ է դառնում սերիալի ընթացքի համար։ Նա վերադառնում է ճիշտ այն պահին, երբ ընտանիքը կանգնած է ծանր փորձությունների առաջ։ Նրա ներկայությունը ոչ միայն ուժ է տալիս Աննային, այլև հավասարակշռություն է բերում այն քաոսի մեջ, որը տիրում է շուրջ բոլորը։ Ֆաինան այլևս այն աղջիկը չէ, ով հեռացել էր, նա վերադարձել է ավելի հասուն, ավելի գիտակից ու պատրաստ կանգնելու մոր կողքին մինչև վերջ։ Մինչ այդ ամենակարևոր բացահայտումներից մեկն արդեն տեղի է ունենում։ Հենրին իմանում է Անգելինայի հղիության մասին, բայց ոչ հենց Անգելինայից։ Ավագը, ով սերիալի ընթացքում բազմիցս ապացուցել է, որ իսկական հայր է, պատասխանատվությամբ, խղճով ու սրտով չի կարողանում լռել։ Նա հասկանում է, որ այս ճշմարտությունը թաքցնելը կարող է վտանգել իր դստեր երջանկությունը, ու հենց այդ պատճառով էլ, չնայած դժվարությանը, նա որոշում է անկեղծ լինելու։ Հենրիին ասում է ամենակարևորը, որ Անգելինան հղի է։ Այս քայլը բնականաբար բարկացնում է Անգելինային։ Նա վիրավորված է, ցաված ու հիասթափված։ Նրա համար այդ խոստովանությունը պետք է հնչեր իր շուրթերից այն պահին, երբ ինքը կցանկանար։ Նա մեղադրում է ավագին, ասելով, որ իրեն զրկել է ամենակարևոր պահից, բայց արդեն ուշ է։ Ճշմարտությունը հնչել է և ոչինչ հնարավոր չէ հետ բերել։ Հենրին այդ խոսքերից հետո լուռ հեռանում է։ Իհարկե, Անգելինան նրան մեղադրում է այն ամենի մեջ, ինչ հնարավոր է, վախենալով, որ նրա երեխան էլ կարժանանա իր ճակատագրին։ Նա Հենրիին հենց այդպես էլ ասում է, որ հնարավոր է, որ իր երեխային էլ վերցնեն ու տան մեկ այլ ընտանիքի։ Նա նստում է մեքենան, բայց մտքով ամբողջովին այլ տեղում է։ Նրա գլխում անընդհատ հնչում են Անգելինայի խոսքերը, նրա հայացքը, նրա լռությունը։ Նա փորձում է հասկանալ ուր սխալվեց, ինչ կորցրեց և արդյոք դեռ ունի հնարավորություն ամեն ինչ շտկելու։ Այդ մտքերը նրան այնքան են կլանում, որ նա այլևս չի կենտրոնանում ճանապարհի վրա։ Եվ հենց այդ պահի անուշադրությունն էլ հավանաբար դառնալու է ճակատագրական։ Ամեն ինչ տեղի է ունենում մի ակնթարթում։ Հավանաբար Հենրին ավտովթարի է ենթարկվում և ծանր վիճակում տեղափոխվում է հիվանդանոց։ Այս լուրը ցնցում է բոլորին, հատկապես Անգելինային։ Չնայած վիրավորանքին, ցավին ու չասված խոսքերին, Անգելինան չի մտածում ոչ մի վայրկյան։ Նա շտապում է հիվանդանոց Հենրիի մոտ։ Այդ պահին նրա համար կարևոր չէ անցյալը, վեճերը կամ մեղադրանքները։ Կարևոր է միայն մեկ բան՝ Հենրին ողջ լինի։ Նա պետք է նրա կողքին լինի, պետք է զգա, որ մենակ չէ։ Առջևում դեռ շատ ծանր ու վճռորոշ պահեր են սպասվում։ Սերը կրկին կանգնում է փորձության առաջ։ Ճակատագրերը խաչվում են, իսկ յուրաքանչյուր որոշում կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։ Վերջին զանգը շարունակում է ապացուցել, որ մինչև վերջին սերիան ոչինչ կանխատեսելի չէ։ Ամեն ինչ կարող է փոխվել մեկ վայրկյանում, և հենց դա է սերիալը դարձնում այսքան լարված, հուզիչ ու դիտարժան։ Իսկ եթե ցանկանում եք տեսնել, թե ինչ է սպասվում հաջորդ սերիաներում, ապա մնացեք մեզ հետ, որովհետև հաջորդ տեսանյութերը լի են լինելու գաղտնիքների բացահայտումով։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, թողեք ձեր կարծիքները և իհարկե սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի առաջինը դուք տեղեկացված լինեք ամենակարևորի մասին։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել, թե արդյոք ինքներդ էլ եք կարծում, որ Հենրին ավտովթարի է ենթարկվում, չէ՞ որ Հենրին հենց այդ մտքերով է նստում ավտոմեքենան ու վարում։ Բնականաբար ինչ-որ մի բան պետք է լինի, որպեսզի կարողանա Անգելինայի ցավը մեղմացնի ու նա հնարավորություն ունենա ներելու Հենրիին։ Արդյոք հնարավորություն կստանա նա ներել, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այս ամենը մեր ենթադրությունն է և հնարավոր է, որ սխալվենք, այնպես որ
Եղեք ուշադիր, բաց չթողնեք հեռուստասերիալի հերթական սերիաները, որոնք լի են լինելու գաղտնիքների բացահայտումներով և նոր ինտրիգներով։ Հեռուստասերիալի ավարտը լինելու է ուղղակի ապշեցուցիչ։ Դիանա Գրիգորյանն ինչպես միշտ չի թողնելու հեռուստադիտողներին, որպեսզի նրանք ձանձրանան ու նույնիսկ վերջին պահին էլ հնարավորեն ինտրիգներ ու հետաքրքիր զարգացումներ։ Իսկ Լիլիթը կրկին փախավ։ Հարսը Մերին, ով փորձում էր նրան կանգնեցնել, բնականաբար լսեց Մերիի ու Արամի խոսակցությունը։ Լիլիթն այժմ գտնվում է հոգեբանական ծանր վիճակում, հոգեկան խանգարման վիճակում, և բնականաբար նրան ոչ ոք ու ոչինչ այլևս չի կարող կանգնեցնել։ Մինչ Արամը հասնում է տուն, տեսնում է, որ մայրն արդեն հեռացել է և հավանաբար գնացել է Բագրատի տուն, որտեղ նրանից պետք է ներողություն խնդրի, քանի որ իր պատճառով է մահացել։ Իսկ որտեղ է արդարադատությունը, ինչու նրան չեն բերման ենթարկում։ Չէ՞ որ լավ, Բագրատի մահը հնարավոր չեղավ ապացուցել, որ նա է հրել Բագրատին ու գլխով հարվածել է գետնին, բայց նա կրակել է Աննայի վրա և զենք է օգտագործվել։ Ինչու արդարադատությունը նրա հետևից չի գալիս։ Ցույց կտա ժամանակը, ամեն ինչ դեռ առջևում է, այնպես որ մնացեք մեզ հետ ու կիմանաք ավելին։